Կրթական շարժում, որ ձևավորում է ապագան։ Կորիզ Թելսել ֆիզմատ մաթեմատիկական մրցույթը մոտենում է իր վճռորոշ փուլին։ 120 աշակերտները մրցեցին եզրափակչում։ Մրցույթը միավորել էր ավելի քան 15000 աշակերտ Երևանից եւ Հայաստանի 10 մարզերից։ Երկու առցանց փուլերից եւ կիսաեզրափակչում լարված պայքարից հետո եզրափակիչ փուլ են անցել 120-ը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակները առաջինից 12-րդ դասարաններից։ Սա արդեն պարզապես կրթական մրցույթ չէ, սա իրական մաթեմատիկական շարժում է, որը տեղի ունենում ամբողջ հանրապետությունում եւ իհարկե դրա մեծ աջակիցը դարձավ նաեւ մեր գործընկերը Թելսելը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Թելսել ընկերությունը դարձել է Կորիզ ընկերության ռազմավարական գործընկերը եւ դա մեզ տվեց հնարավորություն շատ ավելի մեծ մասշտաբներով իրականացնել մեր մրցույթը։ Ամեն տարի աճում է աշակերտների հետաքրքրությունը, մասնակցությունը եւ ամենից կարեւորը սա պարզապես օլիմպիադա չէ։ Սա մրցույթ է, որտեղ յուրաքանչյուր աշակերտ անկախ իր առաջադիմությունից կարող է մասնակցել, որտեղ գլխավոր մեր նպատակն ու առաքելությունը դա սերմանել մաթեմատիկական առարկաների նկատմամբ։ Թելսելի համար այս համագործակցությունը պարզապես հովանավորություն չէ, սա ռազմավարական ներդրում է այն երեխաների ապագայի մեջ, ովքեր վաղը ձևավորելու են Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտական ներուժը։ Թելսել ընկերությունը լինելով տեխնոլոգիական ընկերություն, լինելով դասական ֆինտեխ ընկերություն եւ առաջատար ընկերություններից մեկը այդ ոլորտների, խիստ կարևորում է եւ համարում է, որ ռազմավարական տեսակետից թե երկրի համար, թե կազմակերպության համար կարևորագույն նշանակություն ունի կրթությունը եւ որակյալ կրթությունը։ Եվ մեզ համար ստեղծել պայմաններ, մեզ համար ստեղծել լուծումներ եւ ծրագրային լուծումներ, մրցույթներ եւ այլն, այդ ամենը ունի խիստ կարևոր նշանակություն այդ գործընթացում օժանդակելու, օգնելու թե ուսուցիչներին եւ թե դպրոցականներին։ Եվ Կորիզը ստեղծում է այդ բոլոր հնարավորությունները։ Մրցույթի կազմակերպիչները վստահեցրեցին, որ այս մասնակիցներից շատերը ապագայում դառնալու են գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, քանի որ եզրափակիչ փուլ հասած աշակերտներն արդեն իսկ ապացուցել են իրենց բարձր մակարդակը։ Մեր դպրոցն ունի այն ձևաչափը, որ լավագույն աշակերտներին հայտնաբերում է հանրապետության ողջ տարածքից եւ լավագույն մասնագետներով կարողանում են կրթություն ապահովել։ Հիմա Կորիզ շարժումը նույնպես այդ առումով կարևոր է, որովհետև նորից հայտնաբերում ենք լավերին եւ եզրափակիչ փուլից, եթե ունենում ենք ամեն դասարանից 3 աշակերտ, իրավունք ենք տվել հարցազրույցով ընդունվելու մեր դպրոց։ Ծրագրի մասնակից երեխաների ծնողները եւս վստահեցրեցին, մրցույթն արդեն մի քանի տարի է ոգևորում է երեխաներին եւ մեծացնում մաթեմատիկայի եւ առհասարակագիտության հանդեպ սերը։ Շատ դրական եմ տեսնում այս մրցույթներին ու աշխատում եմ երեխաս մասնակցի բոլոր նմանատիպ մրցույթներին, նամանավանդ մաթեմատիկան իր սիրելի առարկան է։ Սա երեխաներին կոփում է ավելի ազատ լինել, չկաշկանդվել քննություններին, մրցույթներին ու ավելի հանգիստ մասնակցել նմանատիպ մրցույթներին։ Երրորդ դասարանում նույնպես հաղթել է Կորիզը, առաջի տեղնագրավ է։ Այս անգամ անցել է եզրափակիչ 5-րդ դասարան, հուսանք կունենա արդյունքը լավ։ Աշակերտներից շատերը մրցույթին առաջին անգամ չէ, որ մասնակցում են եւ վստահ են ամեն տարի իրենց սիրելի առարկայի շրջանակում անցկացվող այս մրցույթը ուժերը փորձելու հիանալի հնարավորություն է։ Առաջին անգամ մասնակցել եմ 3-րդ դասարանում, ցավոք չի հաջողվել անցնել տասնյակ, երկրորդ տարում անցել եմ տասնյակ եւ գրավել եմ երկրորդ տեղը, իսկ հիմա նորից ցանկանում եմ փորձել իմ ուժերը։ Այս տեսակի կրթական ծրագրերը զարգացնում են փոքր երեխաների մոտ արդեն այդ մաթեմատիկայի ու գիտությունների նկատմամբ սերը հետագայում տանելով արդեն իրենց զարգացումը ու շարունակությունը այդ ուղղություններում։ Շատ եմ սիրում մաթեմատիկայով զբաղվել եւ այդ մրցույթը ինձ համար մեծ նշանակություն ուներ իմ ուժերը փորձելու նպատակով եւ մրցույթին մասնակցելով, անցնելով փուլերը ես շատ մեծ հաջողություններ ունեցա։ Կազմակերպիչների համոզմամբ Կորիզ Թելսել ֆիզմատ մրցույթը շարունակում է ձևավորել նոր կրթական մշակույթ Հայաստանում, որտեղ մաթեմատիկան դառնում է ոչ միայն առարկա, այլ ապագայի հնարավորություն։